Բարի կեսօր հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր նորությունները Հայաստանից և աշխարհից։ Նախ կարևորը համառոտ։ Հրադադար Հալեպում ինչ վնասներ ունի հայկական թաղամասերը։ Ադրբեջանական բենզինի երկրորդ խմբաքանակը ճանապարհին է, որքան նավթամթերք է գալիս Հայաստան ու ինչ գնով։ Փաշինյանը կրկին մեղադրում է ՀԵՑ-ի նախկին ղեկավարությունն էլ հակադարձում։ 20,000 դրամը խնդիրը չի լուծում, Փաշինյանը խոսել է թոշակների մասին։ Իրանում բողոքի ակցիաները վերահսկողությունից դուրս է եկել, ինչ է կատարվում իրականում։ Կրակոցներ, պայթյուններ, այրված դրոշներ և փակ փողոցներ։ Իրանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաները դուրս են եկել վերահսկողությունից։ Անկարգություններ են գրանցվել երկրի երկրորդ խոշոր քաղաքում Մաշադում։ Ալիք օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը մեծ զրույցում նշել է, որ այս պահին երկրում անջատված է ինտերնետը, պետական լրատվամիջոցները չեն հեռարձակվում, իսկ լրահոսը չափազանց միակողմանի է և գալիս է միայն արևմտյան աղբյուրներից։ 3 պիկն է եղել այս ցույցերի պիկներ ու իսկապես ճգնաժամային օր Իրանի համար 3 գիշերը ներկայությամբ արդեն գրել եմ ու շարունակվում է պետական լրատվամիջոցներին հասանելիություն չկա, ինտերնետը ամբողջովին անջատված է, լրահոսը չափազանց միակողմանի է եւ գալիս է միայն արևմտյան աղբյուրներից եւ դրանք բնականաբար, եթե մի բան էլ տեղի ունենում, խիստ ուռճացված եւ չափազանցված է ներկայացնում, բայց փաստը, որ 3 ամենաճգնաժամային գիշերն է եղել եւ երբեմն թեկուզ վերահսկողությունից դուրս են եկել որոշ ցույցեր։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ մի շարք խոշոր քաղաքներում ցուցարարները զինված հարձակվել են իրավապահների վրա։ Նրանք նաև փորձել են հրկիզել ոստիկանական բաժանմունքներ։ Թե ինչպես են զարգացումները գնահատում իրանագետներն ու քաղաքագետները, ռեպորտաժում։ Իրանում տնտեսական ճգնաժամի հետևանքով անցկացվող ցույցերը վերածվել են քաղաքական բախումների։ Իրանի մի շարք նահանգներում արձանագրվում են անկարգություններ։ Ակցիաների մասնակիցները հարձակվում են ոստիկանական շենքերի վրա, այրում ու պղծում իրանական դրոշները, հրահրում բախումներ։ Իրանում գործող հայկական Ալիք օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը նշում է, որ լայնորեն տարածվում են կեղծ տեղեկություններ, հատկապես զոհերի թվի եւ ինքնությունների վերաբերյալ։ Նրա խոսքով այս ամբողջ գործընթացը համակարգում եւ կառավարում է Իսրայելը։ Դրանք կազմակերպվում են հիմնականում երկրի արևմտյան շրջաններում, հիմնականում 3 նահանգ կա՝ Լորեստանը, Չարմահալ եւ Բախտիարին ու Իլամը, որոնք նման անկարգությունների, այսպես կոչված էպիկենտրոններն են համարվում։ Շահնազարյանի խոսքով Իսրայելը փորձում է իրավիճակը սրել քրդական շարժումների միջոցով, սակայն նա սխալ է համարում այն պնդումը, թե Իրանի քրդերի մեծամասնությունը մասնակցում է ակցիաներին։ Նրա խոսքով ցույցերին ներգրաված են նաև ահաբեկչական խմբավորումներ, որոնց ֆինանսավորում է Իսրայելը։ Նպատակը դա Իրանում, այսպես կոչված, անվտանգային խորը ճգնաժամ եւ անկայունություն ստեղծելն է։ Եվ իզուր չի, որ այդ նահանգները, որոնք արևմտյան սահմանում են կենտրոնացած եւ ամենազգայուն նահանգներն են ռազմավարական առումով, թիրախում են հայտնվել։ Ստեղծված վիճակին արձագանքել է նաև Իսլամական Հանրապետության ղեկավարությունը։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ պատրաստ է լսել այն քաղաքացիների դժգոհությունները, որոնք բողոքում են տնտեսական ճգնաժամի դեմ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խիստ կլինի բոլոր այն անձանց եւ ուժերի նկատմամբ, որոնց նպատակներն այլ են։ Ոչ մի հանդուրժողականություն չի ցուցաբերվի նրանց նկատմամբ, ովքեր Իսլամական Հանրապետության դեմ օգնում են թշնամուն։ Թեհրանը գտնվում է միջազգային ճնշման ներքո։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է աջակցել ցուցարարներին, եթե անվտանգության ուժերը դիմադրեն անկարգություններին։ Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս վարած քաղաքականությունը հուշում է, որ Իրանի ներքին կյանքում ստեղծված ճգնաժամի հեղինակը հենց այս պետությունն է, Իսրայելի աջակցությամբ։ Դատելով դրա վերաբերյալ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան ղեկավարության արձագանքից կարող ենք ասել, որ բացառված չէ, որ դրանցում
արտաքին միջամտության ուղղորդման կազմակերպման հանգամանքը տեսնել։ Այս տեսանկյունից մեզ համար շատ ավելի ուրախալի է այն հանգամանքը, որ դեռևս թուրքական միջամտության հետքեր չենք նշմարում։ Զրուցակիցներս կարևորում են, որ Իրանում ստեղծված իրավիճակին դեռ թուրք-ադրբեջանական տանդեմը չի միջամտել։ Իսլամական պետության իշխանություններն ըստ նրանց չեն զիջի, բայց ստիպված կլինեն կարգավորել երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամը։ Այս ֆոնին Թեհրանից հնչում են նաև արտաքին քաղաքական կոշտ հայտարարություններ։ Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելից մերձավոր արևելքին ուղղված սպառնալիքները երբևէ այսքան մեծ չեն եղել։ Նրա խոսքով Իրանը պատերազմ չի ցանկանում ոչ ԱՄՆ-ի, ոչ Իսրայելի հետ, սակայն պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Մենք լիովին պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Մենք պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի։ Պատրաստ ենք նաև բանակցությունների, փոխշահավետության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդունի, որ բանակցություններն ու հարկադրանքը երկու տարբեր բաներ են, այդ ժամանակ բովանդակային բանակցություններ կարող են սկսվել։ Մերձավոր արևելքում լարվածությունը չի սահմանափակվում միայն Իրանի ներսում։ Սիրիայի հայաշատ Հալեբ քաղաքում 4 օր շարունակվող ծանր մարտերից հետո այսօր հրադադար է հայտարարվել։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրադադարը վերաբերում է Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրիֆիե եւ Բանի Զեյդ թաղամասերին եւ ուժի մեջ է մտել գիշերը ժամը 3-ին։ Քրդական զինված խմբավորումներին մինչև առավոտյան ժամը 9 ժամանակ է տրվել նշված տարածքները լքելու համար։ Մինչ հրադադարը Հալեպում ծանր մարտեր էին ընթանում բանակի եւ քրդական ուժերի միջև։ 4 օր ընթացող ռազմական գործողությունների հետևանքով տուժել են նաեւ քաղաքի հայաբնակ թաղամասերը։ Հրթիռներից մեկը անմիջապես Հալեպահայերից մեկի բնակարանն է ընկել։ Բնակիչները ստիպված էին ապաստանել հայկական եկեղեցում։ Լարված էր վիճակը նաև Թուրքիայում։ Քրդական համայնքները երկրի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացրել ընդդեմ Հալեպում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների։ Դիվանագիտական շփումներն այս ֆոնին ակտիվացել են։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մակրոնի հետ քննարկել են երկկողմ գործակցության հեռանկարներն ու Սիրիայի դերը միջազգային ասպարեզում, իսկ Էրդողանի հետ զրույցը կենտրոնացած է եղել Հալեպի անվտանգությանը, ներքաղաքական վիճակի եւ անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի վրա։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Միացյալ Նահանգներում շարունակվում են ներգաղթի եւ մաքսային ծառայության այսի աշխատակիցների ապօրինի գործողությունների դեմ ցույցերը։ Օրերս ծառայության աշխատակիցը Մինեապոլիսում 37-ամյա կնոջ է սպանել։ Մենք արդարություն ենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում, մենք ուզում ենք, որ այսը հեռանա մեր փողոցներից, պանկարկել են ցուցարարները։ Ֆրանսիայում ֆերմերները տրակտորներով գրոհել են Փարիզի կենտրոնը։ Նրանք բողոքում են Հարավային Ամերիկայի երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու Եվրամիության մտադրության դեմ։ Նրանք գտնում են, որ Հարավային Ամերիկայից էժան գյուղմթերքի ներկրումը կվնասի իրենց ապրուստին։ Թուրքիան կարող է խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա հրադադարի հաստատումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Կոկայինի բոլոր սիրահարներին ցավով պետք է տեղեկացնել, որ Միացյալ Նահանգների նախագահը չի սիրում կոկային։ Այսպես է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատասխանել հարցին, թե ինչպես է Միացյալ Նահանգները հաղթելու կոկայինի դեմ պատերազմում, եթե ամերիկացիները սիրում են այն։ Միացյալ Նահանգների նախագահն էլ The New York Times-ին տված երկժամյա հարցազրույցի ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է տարիներ շարունակ վերահսկել Վենեսուելան եւ նրա նավթային եկամուտները։ Միայն ժամանակը ցույց կտա, թե Միացյալ Նահանգները որքան կվերահսկի Վենեսուելան, ասել է Թրամփը։ Հարցին, թե դա կլինի 3 ամիս, 6 ամիս, 1 տարի, թե ավելի երկար, նա պատասխանել է. Ես կասեի շատ ավելի երկար։ Միացյալ Նահանգները քայքայում է համաշխարհային կարգը վերածելով ավազակների որջի, հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, խստորեն քննադատելով Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը։ Մեր ամենակարևոր գործընկերը Միացյալ Նահանգները, որը նպաստել է այս համաշխարհային կարգի կառուցմանը, այժմ քայքայում է արժեքները, ասել է նա։ Համացանցում հրապարակվել է Միացյալ Նահանգների հատուկ ջոկատայինների կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ու նրա կնոջ առևանգումը պատրաստված արհեստական բանականության միջոցով։ Ստամբուլում ուժեղ փոթորկի պատճառով նավեր են կողաշրջվել ու խորտակվել։ Ուկրաինական Դնեպրոպետրովսկն էլ հայտնվել է խավարի մեջ։ Ռուսաստանի հարձակումից հետո շրջանի բնակիչները մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ադրբեջանական բենզինը ճանապարհին է։ Ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի երեկվա դրությամբ Հայաստան է ուղևորվել 7600 տոննա ադրբեջանական նավթավթերք, 6100 տոննա բենզին եւ 1500 տոննա դիզել։ Պապոյանը որպես ձեռքբերում նաև նշել է, որ նույն երթուղով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ, եւս 4103 տոննա ճանապարհին է։ Նախարարը նաև ասել է, որ առաջիկայում բենզինի եւ դիզելի 1 լիտրի գինը կարող է նվազել մինչև 80 դրամ։ Նրա խոսքով շուկայում գործող մյուս ընկերություններն արդեն սկսել են գները նվազեցնել։ Ադրբեջանական բենզինի հերթական խմբականակի ներկրողները նույնայն ընկերություններն են, որոնք նախորդ ամիս 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանից բենզին էին գնել։ Ինչպես են ընտրվել Ադրբեջանի հետ առևտուր իրականացնող ընկերությունները, Նիկոլ Փաշինյանն է փակագծեր բացել այս տարվա առաջին ճեպազրույցում։ Փոխվարչապետը արտահայտել է պատրաստակամությունը Ադրբեջանի վաճառել նավթամթերք։ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը այն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, որ օրինակ կառավարությունը մեզ ստիպում է, որ մենք Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չենք գնում բենզին, որովհետև եւ այլն եւ այլն։ Մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն։ Եվ երկու կողմերի ընկերությունները, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից երկու ընկերություն կապ են հաստատել, միջայլոց ասեմ, բոյկոտի դրսևորում առաջին խմբականակի ներկրման ժամանակ եղավ, որովհետև եղան ցանցեր, ովքեր հրաժարվեցին վաճառել այդ բենզինը։ Վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև նոր տարվա օրերին արձանագրված հոսանքազրկումներին։ Նա պատասխանատվությունը դրել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախկին ղեկավարության վրա։ Փաշինյանի խոսքով տարիներով կուտակված վատ կառավարումն է պատճառը, որ բազմաթիվ ընտանիքներ ամանորը դիմավորել են մոմի լույսի տակ։ Եղել են մարդիկ, որ ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդիվ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում եւ այն process-ները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները եւ մասնավորապես Հայաստանի մարզային բնակավայրերում։ Եվ 6 ամսվա ընթացքում, եթե 6 ամսվա ընթացքի process-ները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավել, եւ ես հիմա այդ թվում շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար, թաքնված լինելով Հայաստանի
առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ Եվ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանի եւ իր գործընկերների եւ մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել, շատ կոնկրետ։ Փաշինյանի այս հայտարարությանը հակադարձել է ՀԵԾ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, նշելով, որ վարկային միջոցները սակագնի մեջ ներառված չեն, իսկ ռիսկերը նախկինում վերահսկվում էին։ Երբ ՀԵԾ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկերը, ասել է Ղազինյանը։ Երբ ՀԵԾ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկերը, այն տարածքները, որտեղ հնարավոր է նագրուսկայի ավելացում եւ կատարում կանխարգելիչ աշխատանքներ։ Հաշվի առնելով, որ 2025 թվականի հուլիսի 21-ից ՀԵԾ-ը այլևս գտնվում է փոքրիկ խմբակի կառավարման ներքո, նրանք ոչ միայն չեն կարողացել կառավարել ռիսկերը, այլև ստեղծել են նոր ռիսկեր, ինչը բոլորը զգացին իրենց բնականներում, առավելևս այն մարդիկ, ովքեր շատ երկար տևական ժամանակ չեն ուզեցել հոսանք։ Դա բնականաբար նշանակում է պատճառը ոչ միայն նյութական, այլ նաև հոգեբանական վնասներ, իսկ դա էլ նշանակում է, որ փոքրիկ խմբակը մտնել են դեր գրպանները եւ բնակարանները։ Էլ չեմ ասում նրա մասին, կառավարման վերցնելուց հետո էականորեն շեշտակի շատացել են բողոքները։ Վարչապետը խոսել է նաև թոշակների մասին։ Նա մտածել է ու հասկացել, եթե օրինակ 20,000 դրամով ավելացնեն թոշակները, միևնույն է, թոշակառուների խնդիրները չեն լուծվելու։ Ինձ համար շատ տպավորվել է բոլորովին վերջերս նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած իմ խոսակցությունը, երբ որ նա ասում էր, որ 50 քանի հազար դրամ թոշակ է ստանում եւ այդ 50 քանի հազար թոշակից մոտավորապես 27-28 հազարը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում։ Եվ ինքը ասում էր, որ հիմա դու պետք է կառավարությունը թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը գոնե կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով, կոնկրետ տնով։ Եվ ես արձանագրեցի ինձ համար, եթե մենք օրինակ վերցնենք եւ 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տուն տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ ծախսելու է 35,000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու, որովհետեւ այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, վերջացրած դռներով եւ այլն, վերջացրած պատերով եւ այլն եւ այդպես շարունակ։ Երևանում է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թաղթ Ռևանչին։ Նա հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Քննարկումների առանցքում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն էր։ Հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը։ Ապաշրջափակումը պետք է իրականացվի հնարավոր սկզբունքների շրջանակում։ Կարևորել են նաեւ հյուսիս-հարավ ճանապարհի զարգացումը եւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ժամը 15-ին։